Ողջույն բարեկամներ, եւ այսպես նոյեմբերի 17-ն ավարտվեց Վարշապատի ընտրությունները եւ մենք ունենք արդյունքները։ Իսկ հաղորդումը ուզում եմ սկսել այս նկարով։ 16-ին ինձ Վարշապատի ընտրությունների օրը Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն էր, որը լավ պատգամ ուներ, լավ պատգամ բոլորիս, այսինքն բոլոր նրանց, ովքեր համաձայն են իր հետ, որ այս դիրքերը լքողի մերը, որովհետև այս դիրքերում մեր տղեկի արյունն է թափվել։ Բնականաբար Ռոբերտ Աբաջյանի պատգամը բոլորին չէր հասցեագրված։ Դրանք հասանելի են եւ ընկալելի են բացառապես նրանց, ում համար հող արժեք է, ընկերներն արժեք են, թափած արյունը արժեք է։ Դրա համար եմ ասում, ամեն մեկին չէր ուղղաստան, մանավանդ որ նոր մեսիջ ունենք արդեն, Փաշազադեն, Նիկոլ Փաշինյանի հալալ եղբայրը, արդեն նոր պահանջներ ունի մեզանից, Ուչմիադզինը պատմական Ադրբեջանի հող է, հայ եկեղեցին մեծ սպառնալիք։ Եվ այսօր, դրանք բոլորը միասին, ում համար Ռոբերտ Աբաջյանի պատգամը ընդամենը ինչ-որ մարգինալ խմբին ուղված խոսքեր, սրանք իրականացրեցին իրենց հարազատ եղբոր պատգամը, ամասամբ, որովհետև այն ինչ որ եղավ Վարշապատում, դա պետքա չլիներ Վարշապատում, դա կարող լիներ Համզաչիմանում, եւ դա արդեն այդքան էական նշանակություն չէր ունենա, բայց դա եղավ հենց Վարշապատում, Հայաստանի ամբողջ հայության հոգևոր կենտրոնում։ Հիմա խոսենք մի քիչ դրա մասին։ Ինչ տոնել են տոնում Փաշազադեի ցանկությունների իրականացումը։ Եվ բնականաբար սրանց համար չէր կարող Աբաջյանի պատգամը ինչ որ դեր խաղալ։ Ինչ դիրք, ինչ հող, ինչ արյուն։ Փող, եղբայր, փող տալիս են, խնդիր չունես։ Այս ընտրությունների ամենամեծ հարվածը ինձ համար դա քաղաքապետ կամ համայնքապետ առաջել էր, չէ՞ կպարակա։ Ոնց չէ որ մի կոմունիզմ էր Վարշապատում, մենք էլ պետքա ինչ որ այլ հույսեր փայփայենք, չէ, էլի դասներ, չէ։ Հարցը դա չի, հարցը սա է։ Հարցը սա է, ու ես այս մասով ուզում եմ թույլ տամ իմ փոխարեն ուրիշ մարդ արտահայտվի, որովհետև ես դեռ ժամանակ կունենամ արտահայտելու։ Լսենք այս աղջիկը։ Եվ փրկի ազմեզ իչարեն։ Թող այս տողերով սկսվի ձեր ամսի 16-ի առավոտը, սիրելի Էջմիածնի բնակիչներ, եթե իհարկե չեք ընտրելու այն առաքյալներից մեկին, բայց ինչու չեք ընտրելու։ Ընտրեք, այդքան անշնորհակալ չեն լինի։ Նրանք ձեզ համար ասֆալտ են փռել, մանկապարտեզը դպրոց են շինել, որտեղ դուք չեք տանջվելու ձեր երեխաների հետ հայոց գրականություն սովորեք, տառեր սովորեք, ընդհանրապես տառեր պետք չի սովորել, եւ ով է ասել, որ տառերը Մաշտոցն է գրել, դրա համար պետք չի։ Եվ առհասարակ դուք այնտեղ կսովորեք հայոց պատմություն, որն իդեպ սկսում է 2018 թվականից, ինչ 4000 տարի 9 հատոր Լեո, եւ այս աշխարհամասը պատմական Ադրբեջանի տարածք է, եւ մեծ կրակն են գցել են մարդիկ, ովքեր ազատագրել են այս հողը, ներեցեք, օկուպացրել են այս հողը։ Այնտեղ դուք իմանաք, որ հայոց ցեղասպանությունը հայերն են հորինել, ինչ եք ողբում, քեֆ ենք անում, լավ ենք անում։ Նաև կիմանաք, որ հայ երաժշտության հիմնադիրը Թաթան է, ոչ թե Կոմիտասը, որի մասին իդեպ մի անգամ հնեկով մի խոզանման երգիչ նշեց, վարկաբեկեց Կոմիտասին։ Կարևորը դիտեք reality show-ներ, մինչև մի օր կարթնանաք քնից եւ ձեր իսկ տան մեջ կլսեք։ Մերաբա Նասոսն։ Եկեք բարեք մինչև հետի կլսեք։ Որովհետև մեր հողը անտես չի մնա։ Այս հողի վրա հետաքրքրությունը շատ մեծ է։ Ոչ մեկ չի թողելու դուք սենց ուրանաք, անտերության մատնեք ու դիմացը ոչ մի բան չստանաք, որովհետև կամ դուք
հետևում եք Աբաջյան Ռոբերտի պատգամներին կամ դուք ստանում եք այն ինչ որ այս աղջիկը ձեզ մոտարապես կանխատեսեց։ Ընտրությունը մեծ չի, սիրելի վարշապատցիներ եւ ոչ միայն վարշապատցիներ։ Տեսեք, ոնց եմ ասում, մեր հողի վրա հետաքրքրությունը, հողի նկատմամբ, տարածքի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է։ Կամ ընտրում ենք Ռոբերտ Աբաջյանին, օրիգինալ, ոչ թե այն ֆեյքին, այն պապիկին, որ սրանք այս պիղծերը ի սկզբանե բերեցին, sense մեզ ցույց տվեցին, հա։ Օրիգինալ Ռոբերտ Աբաջյանին իր պատգամներով կամ Փաշազադե ու բնականաբար իր հետևանքներով։ Այս ընտրությունների մեջ ես հեսանց կարելի է իհարկե ընտրություններ անել, մի խոսքով, այս միջոցառման մեջ ամենաշատը ինձ այսօր նեղացրեց, գիտեք որ այսենց սերունդ է մեծանում, կողքը, որ դհոր զուրնայով տոնում է ների հաղթանակը, ճակերտավոր եմ ասում, Սուրբ քաղաքում, ների, այսինքն հայ երիտասարդը դհոլով, զուրնով տոնում է սեփական հորը ուրացած մեկի հաղթանակը։ Հիմա սրանցից մեկը որ գնա տուն, իր հայրը իրավունք ունի հարցնելու այ անառակի զավակ, դու մի օր ինձ ես օրանալու տենց, եթե սա քո համար էտալոն է ու դու սրա համար ցնծում ես, կարող է, կարող եմ ապրել իզուր ա եղել, ասեմ ձեզ, իզուր ա եղել, եթե իզուր եղած չնա ձեր լակոտները իման դեռ դորը զուրնա չեն խփի, եթե իզուր չերած լիներ ձեր ապրելը, ձեր լակոտները ամեն ինչ չէին անի, որ հորը ուրացած սեփական երկիր, բան դեմ մի խոմ, գիտեք, որ ասում է երկիր, որ մեկին ասում ես երկիր, իր համար մի քիչ կարող այդքան հասկանալի պատկերացում չի, բայց սեփական հայր մի քիչ ավելի մոտիկ է, էլի, նույնիսկ անասունից քիչ տարբերվող մարդու համար հայրը ավելի մոտիկ է, ասենց կպած է, էլի մարմնին, քան երկիրը։ Ես կարող եմ հասկանալ, որ ամեն մարդու պատկերացումների մեջ կարող չի տեղավորվում ինչ է նշանակում հայրենիք, պաշտպանել, զոհաբերություն, սեր, նվիրվածություն, բայց հայր, քեզ լուսաշխարհ բերող, քո արարիչ, քո ստեղծող։ Հիմա սրանց ծնողները իրավունք ունեն այդ հարցը տալ ու հետո իրենց ասել, որ իրենց ապրելը իզուր է եղել, իզուր։ Հիմա էլ է իզուր, եթե դեռ ողջ են, պետք է իմանան մի բան, որ իրանք հրեշ են դաստիարակել։ Դաստիարակել են մեկին, որը իրենց նույն ձևի ուրանալու է։ Ինչ տարբերություն։ Հայր։ Խլի ժողովրդից նրա պատմությունը եւ մի սերունդ հետո նա կվերածվի ամբողջի։ Եվ մի սերունդ հետո նրան կարելի է կառավարել հոտի նման։ Հոտի նման։ Սա Յոզեֆ Գեբելսի ձևակերպումը։ Այն ինչ որ մենք տեսնում ենք հիմա։ Այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք։ Հիմա կարող ասեմ մի ամբողջ սերունդ չի ասել, բայց ես պետք է ասեմ, սա անցել է մի ամբողջ սերունդը։ Որովհետև 30 տարվա մեջ այն սերունդը չդաստիարակվեց դպրոցներում նաև, որի համար հայրենիքը գերագույն գաղափար էր։ Չէ, նայեք անցած 30 տարի։ Սերժիկ, Ռոբիկ, նայեք, արա տականքներ, ձեր սարքած բանը նայեք, սերունդը նայեք։ Դուք հայրենիքը մատուցեցիք որպես կթանկով, որի միջև կաշին ու կոտոշները պետքա քերել, եւ ինքը դրանից բացի այլ միսիա չունի։ Դե ինչքան կդիմանա, էլի։ Վերջում էլ եթե տեսնում եք էլ քերելու բան չկա, կարաք ասած բիրիք ծախեք։ Սա է ձեր քաղաքականությունը, որովհետև այս լակոտները սովորեցած դհոլ են խփում, 7 տարվա մեջ չդարձան ես։ Իրանք ծնվել են, դպրոց են գնացել ձեր ժամանակով, սովորել են ձեր դպրոցներում, կերսել սովորել են ձեր դպրոցների տնօրենների մոտ, դասատուների մոտ, այս ամբողջը, որ այսօր օգտագործվեց, բոլոր կերծիքների բոլոր հնարավոր մեթոդները, դրանք օգտագործվել է 30 տարի մեթոդաբար։ Այսօրվա կերծիկի հեղինակը մենակ ազգադավ, նեռագույն Նիկոլ Փաշինյանը չէր։ Սա մի ամբողջ համակարգի արտացոլում էր, որը սկիզբ էր դրվել 95 թվականից եւ կատարելագործվել առ այսօր։ Ու առհա օգտագործվեց իրանց դեմ, քանի որ ընդդիմությունից ոչ մեկ չկար։ Ասեմ, այսօր Նիկոլը ոչ մեկին չի հաղթել։
Այսօր Նիկոլը հաղթել է ինք իրան շրջապատին, այն որ վեր են ընկած խորհրդարանում։ Սա էլ է ողբերգություն, որ նույնիսկ այդ համեմատության մեջ սա իրավունք չուներ հաղթելու, բայց Նիկոլը ժողովրդին չի հաղթել, Նիկոլը ժողովրդին պղծել է, չի հաղթել։ Այն, որ տարավ շարեց իր կողքը, ստիպեց, որ իր համար աշխատեն, նվաստանան, սեփական ծնողներին ուրանան, ինքը մեզ չի հաղթել, ինքը հաղթել է իր շներին, իրան, որ պահում են խորհրդարանում, որոնք 7 տեխնացուներով, մի 5-6 տեխնացուներով եկան ասպարեզ, մի հատ ընդդիմադիր տեխնացու լիներ, մի հատ ոչ մի շանս չէր ունենալու։ Այս ընտրությունը դա ցույց տվեց նաև, ու իրանք էլ այդ մասին պարզ խոստովանեցին, պարզ, որ իրանց լավագույն ընտրությունը, լավագույն ձևաչափը, եւ որ ընտրությունը իրա ու Ռոբերտ Քոչարյանի մեջ է լինում, կամ Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող ինչ որ մարդկանց հետ։ Նույնը Սերժն է, ոչ մի տարբերություն չկա։ Պարզասին ձևակերպումը, պարզ իրականացեցին, հիմա էլ այսօր զանգեր եմ ստանում ողբի ձայներով, լացակումած, տեսար, հաղթեցին։ Ում հաղթեցին։ Ում են հաղթել։ Իրանք այսօր բարոյականությանն են հաղթել, մաքսիմում, ուրիշ ոչ մի բան չեն, ոչ մեկի հետ չեն հաղթել իրանք այսօր։ 50% կես տոկոսով իշխանություն է լինում։ Գարաջ։ Հաղթել են, բա ինչ են արել։ Հաղթել են ուղղակի գիտեք խնդիրը որն է, կարճատեսությունը հատուկ է բացառապես տգետներին, մի քիչ երկար մարդը նայում է ինչա կատարում, բայց որ այս դեմքերին նայում ես, ովքեր իր շուրջն են հավաքված, նայեք, սրանց ինչ հեռատեսություն, սրանց տեսադաշտը միջև ալաղի շիշն է, միջև հաջորդ շիշն է, միջև հաջորդ թալանը, միջև սրանց ինչ հեռատեսություն, ոչ մի բան, սրանք օրվա հացով, դավաճանության դիմաց, ամեն գնով ապրող մարդիկ են, ու այս տեսակը հաղթեց իրանց տեսակին, այս տեսակը հաղթեց հանրապետականին, այդքան բան, սրանց դիմաց կանգնած չէր այն ամբից կենսագրությունով պարզ հայ մարդը, որը կասեր, դուք բոլորդ իմ երկրի թշնամիներն եք, ես եկել եմ իմ ժողովրդին ներկայացնելու։ Չկար այդ մարդը։ Ու մենք ուզում էինք, որ գոնե սրանք պարտվեին։ Պարզվեց, իրանք ունեն այդ ռեսուրսը, որ մի քաղաքում կեղծիքների բոլոր մեխանիզմներն օգտագործեն, կարողանան կես տոկոս կամ 10% ձգեն, այսինքն կես տոկոս 50%-ից բարձր, որպեսզի ունենան միայնակ իշխանություն, առանց որևէ մեկի հետ ստիպված կոալիցիա կազմելու։ Մաքսիմում է, ուրիշ ոչ մի բան։ Լսենք այս ոչնչությանը։ Գյումրու ընտրությունները հիշեցի։ Այո։ Լևոնի կարերն են։ Լևոնի կարերն են, այսօր ոչ մեկ չասի, որ Լևոնես ամեն ինչ կապ չունի։ Որից հետո դուք ստիպված եղաք հրաժարական տալ, այսօր ինչպես եք պատրաստվում նշել։ Նշել ինչը մեր հաղթանակը։ Դե նախորդն էլ հաղթանակ չէր, բայց նշում էի։ Ես չէի նշում, ես ժամանակ էի անցկացնում Գյումրիում, իմ ազատ ժամանակ։ Այսօր երբ որ հաղթենք, հետո կորոշենք ոնց ենք նշելու։ Իսկ ինչպես է գնահատում ձեր շանսերը հաղթանակի իմաստով, հաշվի առնելով, որ օրինակ Փարաքարում երկրորդ շեմը չեք հաղթանակում։ Մեր շանսերը շատ լավ եմ գնահատում, բայց այն ամենուր պետք է ֆիքսենք, որ ընտրությունը կատարում է Բաղրաշապատի բնակիչները։ Նաև դիտորդը Շատ ընտրություն կատարեց Վարշապատին բնակիչները մթության մեջ, շատ մեծ ընտրություն, շատ հոյակապ ընտրություն էր, շատ։ Լևոն զգում ես քո ձեռագիրն է, լրիվ, Լևոն Սերժիկով, լրիվ նույն ձեռագիրն է։ Այս տեսարանն եմ նայում։ Հələ ասում եմ, ու մեր այս երեխեքը սրանց համար մահացան։ Լստեն է։
Սրանք եկել են դհոր զուռնով նշում են այս երեխեքի սպանդը։ Այս երեխեքին դրա համար սպանեցիք, այսը որ տղճիկ տակ։ Ես այս բոլոր հավաքվածներին, ես ծնողներին իրանց ինչ որ պետք էր արդեն ասեցի, ես նրանց բոլորներին ցանկանում եմ իրանց տան մեջ ունենան այն ինչ որ մեզ պարտադրում են իրանք, այն ինչ որ տենց սիրով պարտադրում են իրենք ժողովրդին, ամեն մեկը իրանց տան մեջ ունենա առնվազն 2 երեխա, մեկը լինի Աննա Հակոբյան, մեկը լինի Նիկոլ Փաշինյան, ձեզ ամեն մեկին երեխեքը, թոռները, սերունդ է սերունդ, այսենց ձեզ գնալ ունենաք մի հատ նրանից, Այն ինչ դուք մեզ եք ցանկանում, ես իս սրտե ցանկանում եմ ձեզ։ Դեմ չեք, չեք ասի ես վատ բան եմ ցանկանում ձեզ։ Ես չեմ ասում ձեզ տանեն այս երեխեքի նման սպանեն, այն ինչ որ դուք արեցիք, այն ինչ որ դուք հիմա տոնում եք։ Չէ։ Ես ցանկանում եմ այն ինչ որ դուք եք, մեզ ցանկանում պարտադրում թող լինի ձեր տան։ Այ հայ ժողովուրդ, քո ճակատագիրը որոշողը սա դարձել են սրանք։ Դարձել են այս տեսակը։ Ու սրա դեմ լուծում կա։ Սրա դեմ լուծումը հանձնվելը չի, սրա դեմ լուծումը անեծքները չեն, հա։ Սա դեմ լուծումները վայ-վույ անելը չի։ Մենք դա մասին դեռ խոսանք։ Այս պայմաններ կզրուցենք ԿՊ խմբակցության падգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, ով Շիրակի մարզից եկել է Արմավիր, կոնկրետ Էջմիածին, որ հետևենք ընտրությունների ընթացքին, նաև սպասենք տրամադրված, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ մեր տեխ մի տարածք համեմատած 1780 տարածքի հետ, կարծեմ այդքան տարածք ունի Հայաստանի ամբողջ տարածքով համապետական ընտրությունները։ Հիմա Կարեն Սարուխանյանն ու Նավակ Ճոճող Վիլենը քանի տեղով են վազելու։ Ինձ հետաքրքիր է։ Համապետական ընտրությունների ժամանակ մենք անպայման ունենալու ենք ընդդիմադիր տեխնացու։ Նախ ասեմ ձեզ, հարգելի ընդդիմադիր տեխնացուներ, այն ինչ որ այսօր կատարվեց Վարշապատում, թույլ տվեք ասել, ձեր պասիվության նաև արդյունքներ։ Ես սա մեղադրական ոչ եմ ասում։ Կարող է դուք հնարավորություն չունեիք, ժամկետների մեջ չեք տեղավորվում կամ ինչ որ է, բայց ուզում ասեմ, ձեր բացակայության հետևանքն է սա։ Մի հոգի լիներ, մի հոգի, որ ոչ մի կապ չունենար այս խունտայի հետ, հա, այլ պատկերք ունենայինք։ Բայց սրանց այս շերեփուկներին, որ ասենք նեխած գյոլում են լողում, ես հասկանում եմ, որ անկախ ձեզ բաց թողենք Խաղաղ օվկիանոս, ինչ եք անել։ Համապետական ընտրությունները այս Վարշապատի հետ համատած ոնց որ մի հատ գյոլ նեխած մեջ են, որ շերեփուկներ են արդեն լողանում, իդեմը սրանց։ Ու երևում են, թողում ես մեծ օվկիանոսի մեջ, ինչ եք անել քեջան։ Այդ է հարցը։ Այդ հարցը, որ ես այդ պատասխանը ձեզ փոխանեն չունեմ, բայց ես գիտեմ մի բան։ Բացի այն, որ դուք այնտեղ ոչ մի բան չեք կարող անել, բացի դրանից, այնտեղ անպայման կլինի առնվազն 1, 2, գուցե 3 ռեալ այլ ընտրանք, որ ժողովուրդը ընտրելու հնարավորություն անելու, որից զրկված են ինքը եւ Գյումրիում եւ Վարշապատում։ Մենք ասում ենք չայրած փոքրագույնն ընտրել։ Դուք ձեր չարիքի մեջ կարողացաք ինչ որ մի բան ռեսուրսները կենտրոնացնելով իրականացնել։ Բա համապետական ինչ է կանելու։ Ոչ ես կարող դերից Գյումրուց վազես Վայք, Վայքից վազես, չգիտեմ, Գեղարքունիք, Գեղարքունից վազես հետ Գյումրի։ Իհարկե ոչ ես կարող։ Դուք ոչ մի բան չեք կարող, որտեղ այս ամեն ինչը որ դուք այսօր արեցիք, բացի այն, որ ապացուցեցիք, որ դուք ոչ մի ռեսուրս չունեք կեղծիքից բացի, վերընտրվել համար, դա շատ կարևոր է, հա։ Այն ինչ որ դուք ասաք բացառիկ կեղծիքների մենակ միջոցով լույսեր անջատել, կրկնակի քվեարկություններ, ցուցակների խախտում, մի խոսքով բոլոր արսենալը օգտագործելով։ Ու ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ,
ցանկացած մեկը հանրային դաշտում, երբ որ խոսի վարշապատի ընտրությունների մասին, եւ դա խոսի որպես լեգիտիմ ընտրություններ, ինքը անառակ է։ Անկախ իր քաղաքական պատկանելությունից։ Տեսեք ինչ եմ ասում։ Ով ուզում է ինքը լինի։ Անկախ իր անցած ճանապարհից, ոնց ինձ դոշիշ չլացեք, ինքը չգիտեմ, ով է եղել, դիսիդենտ է եղել Արցախյան պատերազմը անցել, չգիտեմ ով է եղել, լավագույն ընդդիմադիրը, ցանկացած մեկը, ով սա կդիտարկի որպես ընտրություն, հա, ընտրություն, որտեղ կայացել է ընտրություն, ուսանք ախտել են, ինքը անառակ է։ Ես ավել բան չեմ ուզում ասում, հայոյանք չեմ տալիս։ Ինքը անառակ է եւ այն մարդիկ, որ իրանք կշփվեն այդ ժամանակի որ կասի սա ընտրություն է, իրան չեն ասի, ուրեմն դու անառակ ես։ Իրանք դրանով կնպաստեն, որ այդ անառակը անազգեր կսարքի շանակի իր անառակությունը։ Որտեղ ժողովուրդ ջան, մենք բացի հասարակական պարսավանքի ինստիտուտից ոչ մի բան չունենք այսօր մեր ձեռքը։ Եմ ասում, բայց ընտրություն չի լինում։ Ինչ ընտրությունով բան չի փոխում։ Հա, ընտրությունով եթե բան չի փոխվում, այսինքն որ 60% չի մասնակցում ընտրությունների նաև։ Դաမှչի փոխվում։ Չի փոխվում նաև, որովհետև մենք ենք пассив, հասարակական պարսավանքի ինստիտուտը չկա։ Էսա Գյումրիում չէր կա, իրավունք պիտի չունենար շարժվեր։ Գյումրեցի ով տեսներ, սալի գերեսին գուն թքեր։ Սրանք չեն հասնի այսօրվա շաբաթ։ Հասկանում եք, մենք այդ ունենք, այդ ինստիտուտներն ունենք, հասարակական պարսավանքի ինստիտուտ, մեկ էլ ընտրության ինստիտուտ։ Իսկ եթե մեկը ուզում ապստամբի, թող ինձ չհարցնի, համաձայն եմ թե չէ։ Ես համաձայն եմ։ Որտեղ ցանկացած մեկը, եթե ասում ընտրությունները հարց չեն լուծում, ու չի ապստամբում, ուրեմն ինքն ասում ախպեր, դե թողեք սրանք ինչ ուզում են թող անեն։ Էդ էլ ես ասեմ, որ միանգամից այս խոսակցությունները կանգնի։ Նույնիսկ կրկնեմ, ով պնդում է, որ ընտրություններով հարց չեն լուծում, սա անիմաստ մասնակցելը, ու միաժամանակ չի ապստամբում, ինձ ասում է, բոլորին ասում մի բան, այդա թողեք սրանք ինչ ուզում են թող անեն։ Մենք էլ կնայենք էլի միջև եփենք կամ մենք պրծնում, կամ թուրքը գալիս է մեր դուրը ծեծում է, էլի մենք ենք պրծնում։ Ռոբերտ Աբաջանին էլ ոչ հիշող կա, ոչ պատգամա լսող կա, չքած է դիրքերի վրա էլ, արունի վրա էլ, ժառանգության վրա էլ։ Վերջ, սա է։ Գնացում մեր քաղաքական թիմը այսօր հաղթանակ է տոնելու այստեղ։ Եթե այդպես չի։ Եթերներից եկեք չխոսենք, ես վստահ եմ, որ այդպես է լինելու։ Ամենայն դեպս շփվելով շփվելով իրանց մեջ, քպեականների մեջ, իրանք համոզված են, որ կերծելու են ինչքան որ կա, որովհետև գիտեն վստահ են, 60% չի գալու ընտրության։ Այսինքն ժողովուրդ ջան, պարզ մաթեմատիկա է, սա ճաշակի ոլորտ չի։ Եթե դու գոնե 60% մասնակցություն ես ունենում, իրանց կերծելու տոկոսային հարաբերությունը քչանում է, այսինքն իրանց ազդեցությունը տոկոսի մասով։ Եթե պետք է 10% կիսեն, այդ ձայները գալիս է կանում է 2%, 3%-ի ու հսկայական է տարբերությունը։ Այսինքն սրանց դեմ առնելու միակ տարբերակը ապստամբության մասին չեմ խոսում։ Ով ուզում ապստամբի, ամեն ինչ կանեմ իր համար։ Բայց եթե չեք ապստամբում, ընտրություններից ենք խոսում։ Մասնակցելը միակ տարբերակն է։ Ուրիշ տարբերակ չունենք։ 60% գոնե մասնակցություն ունեն, սրանք դες վստահ չի խոսի։ Սա գիտեմ, մարդ չի եկել, մարդ չի գալու, եղածիները իրանք են բերելու, հետն էլ պլյուս դնելու են լցնեն իրանք ինչքան պետք է։ Ես էլ դասնելու տեսարանները չեմ ուզում ցույց տամ։ Ու վերջում ստանան գրեն են արդյունքը, որ իրանք պետք է։ Իսկ արդյունքները սրանք են եղել։ Սրանք։ Ուրեմն քաղաքացիական պայմանագիր 48.5, բայց սա մի տեղամասի 40-47 տեղամասի արդյունքն է։ Ու հետաքրքիրն է, որ Արամ Սարգսյանն է ոչ մի բան հավաքել։ Ոչ մի բան։ Ընդհանուրի մեջ այս քույրերը հավաքել են 1%, մեկ էր թե 1.5%։ Սա է լավ արդյունքը։ Այսինքն Արամ Սարգսյանը հասկացավ, որ ինքը այն նույն հուդայությունը չի կարանի, այն ինչ որ արեց Երևանում։ Սա է ցուցանիշը, սա էլ մենք ենք հաշվի առնում, որովհետև Երևան քաղաքի ընտրությունները ոնց գողացան տվեցին,
Ավիդյանին, սրա շնորհիվ մեծ մասամբ սա դիմադրի դերում եկել էր, որտեղ միանմատաբար տվեց։ Էշմիածնում հասկացան, Վարշապատում հասկացան, որ սա հուդայա, տրոյական էշ ու ձեն չտվեցին։ Ընդամենը ունեցավ ինքը դες 1%-ի չափ կարծեմ, 1 թե 1.5%։ Այն էլ գրել են, որ իմանան ինքն էլ է մասնակցել։ Էդ էլ չէին գրի իր համար։ Միացյալնային Տակը չեմ անում ախպեր, հանեք, խնդիր չունեմ, իրանն էլ ագոված իմն էլ, խնդիր չունեմ, Ես այս ձայնը ուզում եմ բան անջատեմ, ասեմ ինչի մասին է խոսքը։ Պաստառը մյուս տեխնացուի հանել են, ԿՊԻ-ը թողել են։ Ասում են, եթե հիմա հանել եք, իրանն էլ հանեք։ Հիմա ով ինչ է խոսում կսկտուր դայական չի, ես ուզում եմ այդ դեմքերին նայեք։ Բոլորի։ Առանց ձայնի։ Մատեղես ոստիկանների դեմքերին նայեք։ Ու իրանք պետք է արդարանան, ինչի ԿՊԻ տեխնացուինը կա ու մնացածին իրանք հանել են։ Ու իրանք ինչի չեն կարող վերականգնել։ Ես բարձ հասկանում չեմ, պարոն մայոր, կներես օրվանից սկսած, բարձրացած է, բայց ձեր մեքենան այսօր է եկել, նրա հարցը ուրիշ է, ձերը ուրիշ է։ Ես բարձ հասկանում չեմ։ Իրան թվում է ինքը բացատրեց։ Մայորը փոքր պաշտոն չի։ Ինքը իրանից դժգոհ, նեղված։ Ես բազմիցս ասել եմ, որ այս ամեն ինչի մեջ, այս ամեն ինչը կորուստ է իմ համար, այս ցանկացած ոստիկանի պահված, ցանկացած ոստիկանի ընկճված վիճակ, այս ծառայողական, այս հայ տղամարդի կերպարի կորուստ է, հայ տղամարդու կերպարի կորուստ է, դուք համազգեստներդ գնացել, հակել եք, որ Նիկոլը ձեզ նվաստացնի, քո երեխեքին, քո հարևան երեխեքին, Վարշապատից քանի երեխա է զոհվել պատերազմի ժամանակ։ Սկեցիք սաղի երեսին։ Ու դուք համազգեստ հակած գնացել եք ծառայեք սերիական մարդասպանին, որ վաղը ձեր տան դրան տակ մոլլան երկի, ձեր երեխեքին վաճառեք Թուրքին, ու այս իմ համար սա սոսկալի կորուստ է։ Ոնց եմ ասում, քաղաքապետ ով կլինի, ով չի լինի, թող արդար լինի, թքած ունեմ ես, ինձ համար բան չի փոխվում այնտեղ։ Բայց սա, հասկանում սա կորուստներ է, որ չի վերականգնվում։ Կորցրած արժանապատվություն տեսակ չի վերականգնվում, սա դառնում է նորմ։ Ասում են, սուտը, կեղծիկը, քծնանքը, դավաճանությունը դառնում է նորմ։ Հիմա հարց կլինի, բայ այս մեր խոսակցությունը ում համար է, ինչի համար է, այդ դա շատ բան է, ակտուալ հարց է լինել, ես այսօր ամբողջ օրը դա մասին եմ մտածել, արժի է շարունակել խոսալ թե չէ։ Ես այդ հարցը պարբերաբար ինձ տալիս եմ։ Ես ու գալիս եմ եզրակացության գուցե մեր տեսակը չկորցնելու համար, մեր տեսակին իրար հետ պահելու համար է պետք։ Մեր տեսակին պահել գոնե հաճախ, ասենք, երբեմն ցույց տալու համար է պետք, որ մարդը, երեխեն, երիտասարդը ընտրություն ունենա, որտեղ եթե փակենք ամեն ինչ մնա, սա, որտեղ նայեք, իր երեխեն արդեն սենց է մեծանալու, դե սենց է տեսել հորը։ Իր հարևան երեխեքն են նայելու, մտածեն, դե երևի տղամարդու կերպարը այն էլ համազգեստով սա է։ Ասում են, եթե չունեցան մարդիկ տեսնելու բան, այտենց են մեծանալու։ Ու ոնց ուզում եք ասեք, այդ աչքիս առաջ գալիս է բանը, Շանսիրպը հիշում եք, Շարիկովը շվոնգերներ է, սենց շրջապատներով ու պրոֆեսոր։ Այդ ժամանակ այդ շվոնդերները բոլոր պրոֆեսորներին կերան տալեցին, տարան գնդակահարեցին, ուղարկեցին լակերներ, հա, բայց էլի մնաց մի բան, չէ, էլի սես ծալում էր, էլի այդ երկիրը վերջնականապես բոլորը չդարձան Շարիկովներ, էլի ինչ-որ մի բան, մի էլիտա մնաց, մի էլիտա ծնվեց, ստեղծվեց, ու երեխեքը նայելով, որովհետև շատ են այդպես պատմական օրինակները, որ պատահական շփումներից, ասենք փողոցում պատահական մեծացող երեխեն, տեսել օրինակ է վերցել, ինքն էլ է դարձել մի կարգի մարդ։ Ու դա շատ պատահական շնորհիվ, ինքը չի պատահականության շնորհիվ, ինքը չի
ծնվել է այդ ընտանիքում, դպրոցում, ինստիտուտում տեսել է, հետաքրքրություն առաջացել է, գնացել է, ինքն էլ է դարձել դրանցից մեկը։ Հակառակ դեպքում դեռ 17-18 թվականին ամեն ինչ պետք է վերջացած լիներ, որովհետև գլխատեցին հիմնականում այն շերտը, որը արժեք էր տիրապետում, արժեքի կրող էր, ասեցին չէ, այսօրվանից մեր ցեղի արժեքը պետք է լինի, ասելա թե արժեքի բացակայություն, այդ էր 17-18 թվականներին, ես ես մտածում եմ, ասում երևի ամենաշատը, որ մենք կարող ենք անել, երևի ես չհանձնվելն է, միշտ մնալ, եթե ոչ շատանալ, գոնե մնալ որպես ընտրություն, որ վաղը կարող սրանց երեխեքը տեսնեն, ասեն, ոնց թե մեր հայրը, մեր պապը, այդքան էլ ճիշտ չեն եղել, էլի, կարող է, չէ՞ որ Ամերիկայում հիմա դա է կատարվում, Ամերիկայում հենց հիմա դա է կատարվում, մեր երեխեքը ուղղակի ավելի ազատ մտածելու ունակ են, նայում են, ասում են հերը, ոնց սիոնիստ է, ես ինչի՞ պիտի սիոնիստ լինեմ, մեր հերը եվրեներից փողը ստանում, որ ես երկիրը ծախի հրաների, ես պիտի անում, ստեղ շատ բան է, արագ աճում է դա, կա, ես դա գիտեմ, եթե ստեղ կա, Հայաստանում էլ կարող լինի, չէ, եւ գուցե հենց դրա համար մենակ արժի ես ամեն ինչը շարունակել, որ չմնա այս տեսակի հույսին, կամ այս մյուս հարբեցող տեսակի հույսին չմնա, էլի, դուք պատկերացնում եք մեր սերունդի վիճակը, եթե սրանք պետք է լինեն իրանց մոդելները, հա, մոդել, անգլերեն մոդել է, իրանց կերպարները, ում պետք է իրանք նմանվեն, Հայաստանից ոչ չի մնա, կամ ասենք այս տեսակը, սա գիտեք ով է, դասական, քաղաքական գործիչ, որը ծնել են դեռ Լևոնի ժամանակ, ու սա այս տեսակը շարունակվում է մինչև հիմա, Սերգեյ Բագրատյան, ու սա իր նամակն է, Ղազագիրն է ավելի ճիշտ, որտեղ առաջադրվելով ԲՀԿ ռեյտինգային ցուցակում պարտավորվում եմ ապահովել 700 ձայնի անունով, եթե չապահովեմ, ապա Գագիկ Ծառուկյանի պահանջի դեպքում պետք է հրաժարվեմ մանդատից մի խոսքով, եւ այլն, եւ այլն, եւ այլն, եթե չանեմ անբարոյականի զավակ եմ, ու սենց անբարոյականի զավակներով շրջապատված ստեղծած նոր սերնդի անբարոյականի զավակներ, հին սերնդի անբարոյականների զավակներ, ու սրանք ղեկավարում են մեզ, ու ստեղից է ծնվել են անեկդոտը, որ ուսուցիչ երեխուն հարցնում է, որ մեծանաս ինչ ես ուզում դառնաս, ասում անբարոյականի զավակ, ասում չի, ասում որովհետև ինչ տեսնում ենք, հայրս ասում է տեսա, ես անբարոյականի զավակը ինչ սարքել, տեսա, ես անբարոյականի զավակը ինչ առել, որտեղ բոլորն իրանցն են։ Համար երեխեն մտածում է դա է ճիշտը։ Հիմա եթե մենք ոչ մի բան չանենք, սրանք դառնալու են նորմ, որովհետև այլընտրանք չի լինելու։ Պարտությունը ստեղ է, որ իրանք են երևացող գայթակղիչ, որովհետև եթե անբարոյականի զավակ ես, ուրեմն կարաս լինես պատգամավոր, ուրեմն կարաս լինես նախարար, կարաս ունենաս թալանելու անլիմիտ հնարավորություն, ուրեմն անբարոյականի զավակ լինելը այդքան էլ վատ բան չի փաստորեն։ Կամ սենց, մենք չենք իմացել, որ պատերազմ պիտի սկսի։ Խոշոր եղջերավոր անասունն է ասում։ Ինքը չի ասել։ Բայց դու պարտավորել չէիր իմանալ, դու ով ես որ։ Դա պետք է իմանար գլխավոր շտաբը, պաշտպանության նախարարությունը, երկու վարչապետը։ Մենք չենք իմացել։ Ու սա թվում է, սա արդարացում է, որ ինքը չի իմացել։ Միշտեր ամիսը առաջ դեռ իրան զեկուցել են։ Սս բանը նախապատրաստում, դրա մասին ցուցմունքը տվել է հենց Դավիթ Տոնոյանը։ Բայց ինքը եկել է երկու երիտասարդի մոտ միամիտ, դա մենք չգիտենք, մենք չենք իմացել, որ պատերազմ լինելու։ Այսինքն մենք Հայաստանում գիտենք, մարդիկ դրսում գիտեն, որ պատերազմ լինելու, ինքը մենք։ Բայց դու ժամանակ ասում դու ով ես, ու շուններ, որ իմաներ կամ չիմաներ, կամ դու ինչի պիտի իմանայիր նույնիսկ։ Ասում մենք։ Ու եթե մեկը ասում է երկրյանուց մենք չենք իմացել, նշանակում է ինքը երկիր չի
իրան չեն զանգի ասեն, որ քո հետ վրա հարցակում եք, հասկանում եք, նույնիսկ այդ տխմարության աստիճան այնքան է, որ չի պատկերացնում ինքը իրան է վիրավորում։ Որտեղ պատերազմը նես չի, որ մի հոգի վազելով եկավ խփեց գնաց։ Պատերազմը դա երկար նախապատրաստություն է, այն էլ դες մասշտաբային պատերազմը։ Երկար նախապատրաստում է տեխնիկայի, տեղաշարժը, բանա ոնց կարա դու չիմանաս։ Եթե դու չես իմացել, դե անասուն ես։ Դու դրանով հպարտանալը ո՞րն է։ Չնայած սրանց համար ինչ խնդրեմ կա, որ իրենք անասուն լինելով չհպարտանան, իրենք խնդրեմ չունեն։ Ուղղակի մտածում են, որ ես անասուն լինելով հպարտանամ, ուրեմն դա նորմալ է։ Ես կարող ասեմ, ես անասուն եմ, ես չեմ իմացել, ու դրա համար ինձ ոչ մի բան չի սպառնում, բայց չէ։ Դու կարաս լինես կենթանի, բայց ամեն մեկը պարտավոր է իմանալ եւ միջոցներ ձեռնարկել։ Եղա, քանի որ դու ոչնչություն ես եղել այդ ժամանակ, այդ հարցը քեզ ուժված չի։ Ինչու են այդ ժամանակ։ Հիմա է։ Ուզում ես նկարին նայեք։ Սա այդ մեջտեղին է։ Պաստորեն հայ ռադիկալական սուտ եկեղեցու վայոց ձորի թեմի առաջնորդն է, ով այսօր Խաչի գյուղում մասնակցել է հայ ռադիկալական եկեղեցու դեմ պայքարի դուրս եկած հազարավոր բանկեր տաճարներ թշնամուն հանձնած Նիկոլ Փաշինյանի կազմակերպած քաղաքական արշավին։ Հիմա այստեղ երկու բան կա։ Եթե կարգալույծ եղած քահանաներից մեկը գնաց է մասնակցել է, սա հանցագործություն է։ Բայց գերագույն գլխավոր ճիվաղը, մեռագույնը, ինքը կարա ցանկացած եկեղեցի գնան պատանակի մասնակցի։ Ցանկացած։ Ու ոչ մեկ չի կարող ասի իրա մի գնա։ Եվ եթե սա այդ կարգալույծ եղածների հետ համատեղ միջոցառում չի, այս քահանային ոչ մի չի սպառնում։ Քահանան իր գործն ա։ Ինքը քահանա է, թեմի առաջնորդն է, իրենք իր պատանակը պետք է աներ։ Ամբողջ հարցը այն է, թե ես արդեն մալող, էսա, թե ես մալող միջոցառմանը սա հետը տարել են ականներին, որ իրավունք չունեին խորանուն պատարականել, թե ոչ, ես դա մասին տեղեկություն չունեմ, վաղ երևի մայրաթորից կիմանանք, ընդհանրապես ինչ ունեն, ինչ ա եղել, ոնց ա եղել։ Իսկ որ այս հոտը գնալով պակասում է, սա անխուսափելի բան է։ Հիմա այս պակասելու ընթացքում սա կհասցնի իր դավաճանների, իր ուրացողների շրջանակները որքան մեծացնի, որ դա դառնա լուսվառնալիք, ես չգիտեմ, բայց այսօրվա վաղը շաբաթում տեղի ունեցած այս սրբապղծությունը դա առաջին հերթին մայր աթոռի պարտությունն էր։ Մայր աթոռի պարտություններ։ Եվ ընդհանրապես ցանկացած քահանա, հիմա ուզում եմ խոսքս ուղղեմ քահանաներին։ Եթե իր գործը պատկերացնում է զուտ ծառայություն մատուցել, կնունք, թաղում, հարսանիք, եւ շաբաթը եկել պատարակ։ Ուտանով վերջանում է։ Ուրեմն մի զարմացեք, որ վերջում մի օր կգան կասեն, այսօրվա պատարակը դու չես անելու, մենք Բաքվից մոլա ունենք, քո փոխարեն։ Ազատ ես։ Մի չզարմանաք, որովհետև ձեր ֆունկցիան, ձեր կոչումը այս ժողովրդի մեջ պատմականորեն մի քիչ այլ է։ Այսինքն դա իրան կարող է ցույց տա, ասենք, չգիտեմ, այլ երկրներում, Իտալիայում, Իսպանիայում, որտեղ ասենք գոյութենական այս կռիվը չկա։ Դե կարող ասենք քահանա, զուտ իր ծառայությունները մատուցի, ովքեր հետաքրքրված են եւ այլն։ Դուք տեսակի պահպանման խնդիր ունեք։ Տեսակի մեջ բարոյական ստանդարտների պահպանման պարտականություն ունեք, մի բան, որ դուք չեք արել։ Այսինքն այն ինչ որ ես հիմա նայում եմ, բարաշապատում եղավ, սա ձեր պարապուրդի հետևանքն է։ Ամբողջ ինստիտուտը, ամբողջ ճեմարանը, չգիտեմ իրաց այդ կաթողիկոսարանով, վեհարանով, ամբողջ հանդեր լինում ու այդ տարածքում ները ընտրվի, չեմ ասում 50%, նույնիսկ 40% հավաքի, ոնց ները նախընտրում են հայ-ռադիկալական եկեղեցուն իր բակի մեջ,
Սա իմ անձնական պարտությունը չի։ Ես դեռ չեմ մասնակցել։ Սա հայ ռաքելական եկեղեցու ֆիասկոն է։ Ոչ թե այս եկեղեցիների դեմ գրողն է իր պարտությունը, չէ։ No։ Էվոտ եկան իր ворչուն ներերը, այո խախտումներով, այո լկտի ավարի, բայց հասվեց իրանք աջակիցներ ունեն, ինչ որ քանակի։ Ես գիտեմ, որ ես իմ ասածը ձայն բարբարոանապատի է, ոչ իման չի փոխելու, բայց ուզում եմ հոգևորականները, որոնք կնայեն իմանան, որ ես իդեմս ինձ եւ իմ նմանները ակնկալիք ունեն իրանցից։ Լուրջ ակնկալիք, ոչ թե այսօր կամ տեր հայր նոր տուն ունեմ կամ չգիտեմ, ուզում եմ մի հատ տնօրեն լինի կամ երեխաս կնքվի, չէ, դրանք ռիտուալ ծառայություններ են։ Ձեր գործը շատ ավելի շատ է, քան այդ, շատ ավելի մեծ է ու ընդարձակ, քան ընդամենը այդ ծառայությունները։ Որովհետև եթե նա չանեք, այդ ծառայություններն էլ վաղը միսոտ չեն լինելու, մտածեն, դա ում է պետք է։ Իրանք ում են պետք, որ նա մոլակ գա կանեն։ Այնինք Ամերիկայի Միացյալ Նահանգները ու այդ կանք։ Այն այսօր ինչ որ կատարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դա ուղղակի պայթուն է։ Այսօր Ջեֆրի Էփստինի եղբայրը նամակները հրապարակե, որտեղ Ջեֆրի Էփստինը իրեն հարցնում է. դու կարող ես իմանալ Պուտինը դեռ ունի այն նկարները, որտեղ Թրամփն ու Բիլ Քլինտոնը սեքսով են զբաղվում։ Ես մեղմ եմ ասում, էլի։ Այսօր ամբողջ Ամերիկան մեդիան դրա մասին է խոսում։ Թրամփն ու Բիլ Քլինտոնը Էփստինը հարցնում է աղբոր, ասում է, դու գիտես Պուտինի մոտ կա այդ նկարները։ Ես որ ասում եմ, այս ամեն ինչի մեջ հնարավոր չի, այս Մոսադի կազմակերպած այս ահռելի այս օպերացիայի մեջ խառնված չլինի KGB-ն իրա դե լավագույն աղջիկներն ու լավագույն պրոստիտուտկեք իրանն է, չէ։ Դա միշտ օգտագործվել է։ Ամբողջ բաժին են ունեցել իրանք։ Ամբողջ ոչ միայն ինստիտուտներից են ընտրել լավագույն գեղեցկուհիներին խոստումնալից, որոնք լեզուներ են իմացել, գեղեցիկ են եղել, դերասանական ընդունակություն ունեցել, այլ նաև մանկատներից փոքր ժամանակից մեծացել են։ Մի ամբողջ ինդուստրիա է եղել, որոնք պատրաստվել են եւ ուղարկվել են հետախուզության։ Ես վստահ եմ, որ անպայման, բա թե չէ բանի վրա Թրամփի վրա այդքան կամպրոմատ, այդքան վստահություն ոնց դրս ունենալ Պուտինը։ Եվ այսօր դրա մասին վերջապես սկսեց խոսալ ամերիկյան մեդիան։ Դա որ ասում մեդիան ոչ թե CNN, այլ ամերիկյան բոլոր բլոգերները, բոլոր թերթերը։ Որ հələ մի վայրկյան, երկու բան կա ստեղ։ Փաստորեն սրանք իրար հետ են եղել եւ այդ դրա մասին նկար ունի Պուտինը։ Հիմա արդեն բացատրվում է սրա պահվածքը Պուտինի նկատմամբ։ Թենչի ամեն գնով եկած օրվանից, հա, սա ուզում փրկածելի Պուտինին։ Որովհետև այդ կամպրոմատները հասուն Էփստինն էլ է իմացել, որ Պուտինը ունի։ Աղբորը հարցնում է կարող եմ ասել, այդ նկարներից ունի, թե այդ նկարներից չունի, բայց որ նկարներ ունի, դա հաստատ է։ Ուրեմն Մոսադն ու KGB-ն իմացել են իրար մասին, որ երկուսն էլ աշխատում են սրանց վրա։ Շշմելու երկիր է, աշխարհի նկատ ունեմ, էլի։ Մյուս հայտարարությունը Հանրապետական կուսակցությունը լրիվ ավիրել է իրան, լսեք։ Ted Cruz just said, why don't we all come together and stop attacking pedophiles? How about we all come together and say, let's stop attacking pedophiles? Սա հայտնի սիոնիստ սենատոր հանրապետական Թեդ Քրուզն է, որը բոլորի սկզբից ապացուցում էր, որ մեր բոլոր պարտականություններն է աղոթել եւ պաշտպանել Իսրայելին, եւ այլ ասում է, իսկ ինչու մենք բոլորս իրար հետ չդադարենք հարձակվել պեդոֆիլների, մանկապիղծների վրա։ Ինչու չդադարենք նրանց վրա հարձակվել, ասում է։ Պետք է դադարենք նրանց վրա հարձակվելը։ Սրա մասին խոսում են արդեն։ Ասում են դադարենք հարձակվել պեդոֆիլների վրա։ Excuse me?
The answer is simple because I'm a mom. And moms, we don't come together with predators. We don't shake hands with child abusers. Ասում է, որովհետև ես մայր եմ, հա, ես սրբապիղծների հետ, մանկապիղծների հետ, ես չեմ կարող շփվել, ես չեմ կարող նրանց բարև տալ, սա մեզ բոլորին է նաև վերաբերում է, ես որ ասում եմ ցանկացած մեկը, որ Փաշինյան Նիկոլի հետ շփվում է, Փաշինյան Նիկոլի շրջապատի հետ շփվում է, այդ մանկապիղծների, սրբապիղծների հետ, ամենապիղծների հետ, ես կինն է ասում, ասում է ինչի, շատ բարձ, որտեղ ես մայր եմ, ես երեխա ունեմ, հիմա մենք բոլորս ենք ասում, մենք մարդ ենք, մենք բարեկամ ունենք, արժանապատվություն ունենք, հավատամք ունենք, սրբություններ ունենք, սկզբունքներ ունենք, մենք չենք կարող դրանց հետ ձեռք մեկնել։ Ես դրա համար եմ կատեգորիկ ասում, ով դրանց հետ ձեռք է շփվում, ձեռք է սեղմում, շփվում է, ժպտում է, ինքը դրանցից մեկն է։ Նույնիսկ ինքն ասում։ And we don't stop fighting for our kids just because some greasy senator thinks predators need a PR team. Ասում եմ, մենք չենք դադարելու մեր երեխեքին պաշտպանել, ինչը մի հատ սենատոր մտածում է, այդ մանկապիղծները պաշտպանության կարիք ունեն։ Do you know who does tell others to stop attacking pedophiles? Other pedophiles. Ասում եմ, գիտեք, ով է կոչանում չհարցակվել պետոֆիլների վրա։ Ուրիշ պետոֆիլը։ Վերջ։ Ես որ ասում եմ դրանք նման են, ես այն նկատի ունեմ։ Ասկեն ես ոչ մի նոր բան չեմ ասում, դա բնական է։ Ով է պաշտպանում մանկապիղծներին, մենակ մանկապիղծը։ Ով կարող է պաշտպանի սրբապիղծներին, մենակ սրբապիղծը։ Ով կարող է կապիտուլանտին պաշտպանի, մենակ կապիտուլանտը, որ ոչ մի սրբություն չունի։ Թքած ունի Ռոբերտ Աբաջանի խոսքի վրա, այդ Արունի վրա, ամեն ինչի վրա, աղբիջան։ Ես ինձանից ոչ մի բան չեմ հորինում, ես չեմ ասում մի բան, որ ասենք 100 օր մտածել եմ ու գտել եմ Էվրիկա, չկա Ժորժ ջան, բացարձակապես ինքը ասենց պարզ ճշմարտություն է, ես դրա վրա մտածելու ժամանակ նույնիսկ չեմ կորցրել, դա սկզբունք է։ Ցավոք Ճապոնիա, բանը Չինաստանն է խայտարակ բան բացահայտում։ Ուրեմն Չինաստանը աչքերել է բոլոր տեսակի ոչ թե բոլոր տեսակի, կոնկրետ Samsung-ի, Apple-ի, Google Pixel-ի ապրանքների ներմուծումը։ Որովհետև բոլոր այս ապրանքները, այս հեռախոսները իրենց մեջ ունեն լսող եւ շպիոնական ծրագրեր, որոնք զավացկոյ հենց գործանից տեղադրված են այդ հեռախոսի վրա, որ դուք չեք կարող ջնջել։ Եվ դուք եթե հիշում եք, բանը Նետանյահուն դրա մասին ասել է, որ Իսրայելը բոլոր տեղերում ինքը կա։ Եթե մեկը տան ունի կոմպյուտեր, ուրեմն Իսրայելը իր տանն է։ Հիմա Չինաստանը արգելել է այս բրենդների ներմուծումը Չինաստան։ Հիմա ես եմ մտածում։ Եթե ես իմ ամեն ինչը, ես չեմ կարող գաղտնի պահել, ամեն ինչը, մենակ նամակագրությունները չէ, բանկային տվյալներն, ֆինանսական տվյալները, չգիտեմ, բոլորս էլ մարդ ենք, մերս էլ մեկ անձնական կյանք ունենք, ասեմ, ասում ով օգտագործում այդ հեռախոսները, ես գիտեի, որ այդ Պեգասուսը կա, որ ամեն ինչ վերահսկում է, բայց որ այս աստիճանի, որ արդեն դա, ինչ ասեմ, ազգային անվտանգության խնդիր է, ես այդ աստիճանի չէի պատկերացնում, ասում Samsung-ն ունի, ես ավելի շատ գնում էի Apple-ի վրա, ճիշտ ասած, մտածում եմ ամենապոպուլյարն Apple-ն է, Apple-ի հետ իրանք աշխատում են, բայց որ Samsung-ի մեջ էլ դա կա, որը հարավկորեական է, ես դա մասին չէի մտածել, որտեղ ես Samsung օգտագործող եմ, ու այդ մասին պարզ ասեց Նետանյահուն, ասեց դուք ո՞ր պետք է գնաք Իսրայելից, Իսրայելը ձեր բոլորի տներում է, իրան ոչ մի բան պետք չի, որ հատուկ ինչ-որ բաներ փնտրի, շպիոններ ուղարկի մեր տուն, քանի հատ կոմպյուտեր ունեմ տան մեջ, ինքը այքան աշխուհական ջունի հենց իմ տան մեջ, վերջ։ Դա Չինաստանը արգելում է,
արգելում է իր տարածք ներմուծել եւ օգտագործում է, ենթադրում եմ նաեւ օգտագործում է։ Ռուսաստանը Ռուսաստան չէր լինի, եթե սա չաներ։ Հիմա մանավանդ այս բանից հետո, այս որ պայթելը, այս նամակից հետո, նամակների շարքից հետո, այս Էփշտեյնի ֆայլերի հետ կապված, այս ցուցակների հետ կապված, Թրամփ ամենայն հավանականությամբ պատերազմ է սկսելու Վենեսուելայի դեմ, որ աղմուկի տակ խլացնի այդ ամեն ինչը։ Իհարկե դա լինելու է իր վերջի սկիզբը նաև, որովհետև այդ պատերազմը հենց այնպես չի անցնելու, ավելի է վատացնելու Ամերիկայի վիճակը։ Թեկուզ նույնիսկ Վենեսուելայի կես ինքը ռմբակոծի, իր նավթային հոդերը վերցնի, դա էլ իրան չի լինելու։ Դա British Petroleum-ը կվերցնի, Իսրայելը կվերցնի, Ամերիկան դե ոչ մի չի ունենալու։ Բացի կորուստից, ֆինանսական եւ իմիջային կորուստից ոչ մի չի ունենալու։ Բայց ինչ անում Ռուսաստանը։ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը նախընտրում է, որ Մադուրոն մնա իշխանության, բայց եթե Ամերիկան Միացյալ Նահանգները որոշել է, որ նրան պետք է գցի իշխանությունից, Կրեմլը դա կընդունի որպես իրականություն։ Վերջ։ Այսպես ռուսական ձևով մատուցում են սկուտերի վրա իրենց դաշնակցին։ Հիմա ստեղ մնում է Չինաստանը Ռուսաստանի նման կրը դավաճանի թե չէ։ Ես կարծում եմ ոչ։ Բայց ապրենք տեսնենք։ Ոչ մի նոր բան չկա ռուսների պաշտպանքի մեջ։ Ժողովուրդ ջան, հիշեք, ես գիտեմ, որ Ռուսաստանից նայողներն ու ներվողները շատ կլինեն, բայց սա Լավրովի խոսքերն է, իմը չի։ Լավրովի խոսքերն է, իմը չի։ Հիմա մենք ուզում ենք ինքը մնա, բայց հետո կորոշի ուժով գցի, դե չէ։ Լենին Աթաթուրք 21 թիվ նույն բանը մեր հետ են արել։ Ու անում են, ու անելու են։ Մանավանդ այս պարագայում, երբ որ մենք մեզանից հրաժարվում ենք, մենք մեզանից, այսօր եթեր եմ երեք ավելի ճիշտ արդեն ուղիղ եթեր 2 ժամից ավելի ինչպես ամեն կիրակի ժամը 7-ին։ Մի հատ հարց եղավ այդ մեր տարածքների հետ կապված, հա, ծովից ծով Հայաստանի հետ կապված։ Ես ինքս ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այսօր արդեն մեր համար խնդիրը հային հայ պահել այս 30,000 քառակուսի կիլոմետրի վրա։ Ես ոչ թե հրաժարվում եմ Արցախից։ Արցախից ես չեմ հրաժարվում, ես ոչ մի բանից չեմ հրաժարվում, բայց ես վտանգը արդեն տեսնում եմ, որ հային ենք կորցնում, հային։ Ոչ թե հորն ենք կորցնում, հային ենք մենք կորցնում, թեկուզ 10 քառակուսի կիլոմետրի վրա։ Հային ենք մենք կորցնում։ Ու սա է կորուստը։ Մենք ամեն ինչ կարանք վերականգնենք, հենց հայը վերականգնվի, մենք ամեն ինչ կարանք վերականգնենք։ Բայց որ հային կորցրեցինք, ով ապրելու այդ հողի վրա։ Հիմա էլ այդ հողի վրա ապրում հայերը, նայեք, Թուրքիայի տարածքում ովքեր որ ապտեղ ապրում են, որ տակը փոդես հայ է։ Բայց քանի որ նրանք հայ չեն ներկայանում եւ հայ նման չեն ապրում, մեզ թվում է որտեղ հայ դա մերը չի։ Թե չէ քարտեզը տարածքը մենակ վարչական բաժանումով չի տարածք։ Հիմա տեսեք, բանի Ախալքալակ ախացխա, բանի տարածքում է, չէ՞, Վրաստանի տարածքում է։ Իմ համար Ախալքալակը դա Հայաստանն է։ Ոչ թե վարչական իմաստով։ Ես գիտեմ, որ իմ հայրենիքների մի մասն դեռ է, իմ հայրենակիցները հայի նման ապրում են այնտեղ, իմ համար դա Հայաստանն է։ Վարչական սահմանը որտեղ ով անցնում, թեկուզ պետական սահմանը։ Լուրջ, իմ պատկերացումների ընկալումների մեջ այդքան կարևոր չի։ Դե հիմա տենց է, ինձ դա չի խանգարում։ Իհարկե լավ կլիներ դա Հայաստանի մաս լիներ, բայց եթե այնտեղ ապրում են հայերը հայի նման, դա իմ հայրենիքն է։ Ես ամեն անգամ որ շատ եմ այդպես գնացել, ես այդ տարածքները որ քշում եմ, ես գիտես դեռ Հայաստանում եմ։ Ես նոր մտնում եմ այլ տարածքներ, որտեղ արդեն հայեր չկա, ես նոր էի անկալում իմ մեջ, որ ես արդեն մտել եմ Վրաստան։ Հասկանում եք։ Մեզ դրա համար եմ ասում, մենք հային ենք կորցնում,
հենց Հայաստանում, իր հողի վրա։ Սա է խնդիրը իմ համար, ազնիվ խոսք, ու իմ կռիվը դրա համար է։ Դա չի նշանակում մենք Արցախից հրաժարվում ենք, Նախիջևանից հրաժարվում ենք, չէ, մենք ես չեմ ուզում մենք մեզ կորցնենք առաջին հերթին։ Հենց մենք մեզ գտանք, հենց մենք մերժեցինք այս ողբերի, այս ողորմելի տեսակը, որի մասին մենք այսքան խոսում ենք, հա, այս տեսակը մենք ամեն ինչ կվերականգնենք, ամեն ինչը տեղից է սկսում։ Այսօր Ուկրաինայում հետաքրքիր բան ենք գտել, տեսեք, պատահաբար գտել են 1611 թվականին կառուցված հայկական ջրհոր, Ուկրաինայի հայերի միությունն են հայտնում սա մասին, Յազլովեց գյուղ, կառույցի մեծ մասը գտնում է գետնի տակ, արտաքինից սովորական քարե շարվածքով աղբյուրի տակ հայ արհեստավորների կողմից, 17-րդ դարի կառույց է, ստեղծվել է բարդ հիդրավլիկ կառույց, հզոր աղբյուրից ջուրը նախ հոսում է ստոր գետնյա ջրամբար, ապա նոր միայն դուրս է գալիս։ Աղբյուրի պատի վրա մնացել է փորագրված քարե սալ, լատիներեն եւ հայերեն։ Արձանագրությունները, որտեղ ասում է հայ Հակոբը սա կառուցել է, հայ Հակոբը 1611 թվականին հասարակության բարօրության համար։ Այս խաչն ու կառույց աղբյուրը Հակոբի եւ նրա եղբայր Ստեփանի աշխատանքն են։ Աբրահամը քարագործ վարպետը կատարեց իր գործը նվիրվածությամբ։ Սալի վերևի մասում պատկերված են թևեր տարածված արծիվ, որի տակ խաչ է, բարդ ծաղկային նախանշաններով։ Դե հիմա նայեք, մյուս կողմից ինչ ենք եղել մենք, այս մյուս կողմից այսօր ինչ ենք անում։ Հիմա Ուկրաինայում, մանավանդ Արևմտյան Ուկրաինայում, Լեհաստանում մենք այնքան ժառանգություն ունենք այս կարգի, որ մի օր պետություն ունենանք, հենա բանը մեր Տիգրանը Ավակյան հսկայական գործ արել, բայց քանի որ մեր պետական մշակույթի նախարարությունը դրանով ընդհանրապես հետաքրքրված չի, մենք այս պատահական կտորներով ենք իմանալու, կամ ասենք Տիգրան Ավակյանի այդ իր կայքում, որտեղ ինքը ունի այդ ամեն ինչը դրած։ Սա մեր սեփականությունը հանրային իմաստով չի դառնալու երբեք, որովհետև պետության համար սա խնդիր չի։ Իսկ եթե մենք ունենայինք պատկերացում, տեղի ապրողներն են ունենային սա պատկերացում, հայ-ուկրաինական բարեկամությունը կլներ ուրիշ լեվելի վրա, եւ Ադրբեջանը չէր կարող սղոցկել այնտեղ։ Ասում ես Ադրբեջանը կարողանում է սղոցկել, որովհետև մեր կապը չկա։ Իսկ մեր կապը որ ցույց տանք, այ ընկեր ջան, քո ջրերի հավաքման, դիստրիբյուցիայի խնդիրը հայերն են լուծել, այս արձանագրությունը։ Իմ եղբայր Հակոբն է լուծել, իմ կամ իմ նախապապ Հակոբն ու Ստեփանն են լուծել։ Ըհը։ Դուք հասկանում եք բանը, կապի վերականգնումը, հոգեվոր իմաստով, մշակույթի, սա է կապը, սա է ժառանգությունը, սա է հզորությունը, ու ես ձեզ երաշխավորում եմ։ Ամբողջ աշխարհում կարող ենք sense բաներ գտնել, հավաքել ու ցույց տալ։ Տոտալ կփոխվի մեր ընկալումը մեր նկատմամբ եւ մեր ընկալումը դիմացինի նկատմամբ, դիմացինի ընկալումը մեր, այսինքն ամբողջը կփոխվի։ Նոթալս Աշխարհի շենվերի գույներ, Կանչելներ աշխարհն ինչ է, աշխարհի շենվերի գույներ, Կանչելներ աշխարհն ինչ է,
խոսք չկա, որ կարող է գնահատի Հալիկ Մուրադյանի ժառանգությունը, գործը, ոնց որ Կոմիտասին է։ Ոնց որ էլի շատ մեր երևելիներ, ոնց որ Գագիկ Գինոսյանին է։ Ոնց որ մեր բոլոր տղաներին, որ գնացին իրենց կյանքով պայեցին Արցախն ու Հայաստանը։ Այսօր այդ ամբողջ այդ նորության որ նկարդում էինք ընտրությունների վերաբերյալ այդ տեսնելով այդ կեղտոտ դեմքերը, ոչ հայ դեմքերը, ու պատահական էս բան ընկավ, վիդեոն ընկավ, ուսեցի լսել, սա ոնց որ աղոթք լիներ ականջներիս մեջ։ Միանգամից տեսա այս դառնացած դեմքը, հիշեցի իր պատմությունը, ոնց է ցեղասպանությունից մազապուրծ եղած, մարդը տեղափոխվել Հայաստան, շատ վատ կյանք, ու իր հիշողությունների մեջ պահելով, անբարելով այդ ամեն ինչ ինչ որ լսել է, չլինելով երաժիշտ, ձևը գտել, հասնել մեզ, բայց էս եմ ես էսի եմ, ոչ թե Սադիգը, ոչ թե նավակ ճոճող, ինչ որ վիժվածքներ հասկանում եք, էս ա մենք էս ենք, ու ոնց կարող է թողենք նրանք մեզ հաղթեն, ինչի հաշվի, որ իրանք ամեն ինչի պատրաստ են ցանկացած ստորության, ցանկացած ղազագրի, մոր քֆուր ուտել, հետո դուրս գալ տակից, խախտել, դրանք մեզ պետք է հաղթեն, հա, այս տաղում կարան իրանք հաղթեն, կամ այս մարդուն կարան իրանք հաղթեն, ու այդ նշանակում է մենք մեռել ենք, բայց մեզ չեն ասում, որ մեր տրամադրությունը չընկնի։ Իսկ մինչ այդ մարդիկ կան, որ լուր իրանց գործով են զբաղված, վարժանքներ են անում, կրակել են սովորում, հավաքներ են անում, լուր իրենց համար, հասկանալով, որ պետություն չունեն, բանակ չունեն, իրանք պետք է իրենց հարցերը լուծեն։ Մարդիկ մեռնում են, ավելի ճիշտ վերանում են, երբ որ իրանք հանձնվում են, քանի մարդը չի հանձնվել, թշնամի չի կարող հաղթի, իսկ ես ոչ միայն իրանք մեզ չեն կարող հաղթել իմ պատկերացումների և ծրագրերի մեջ, այլև ես դեռ սելֆի պետք է անեմ իրանց գերեզմանի մոտ, այսպես պետք է իրանց հանձնել հողին ու սելֆի անել մոտ։ Ես այն հավատում եմ։ Եթե չհավատայի, ես ամեն ինչի չէի անում։ Ոնց, ինչպես, եթե պետք է մտածեմ, բայց անելու ենք, որտեղ սենց է կամ մենք, կամ իրենք, ու դա մեր որոշումը չի, դա իրենց որոշումն է, մենք ապրում ենք, ոչ մեկի, ասում է, հավին քշա չենք ասում, ոչ մեկի, բայց մեր գոյությունը սրանց խանգարում է, չի թողում, հանգիստ չի թողում, էլի սրանց մեր գոյությունը, մենք անհամատեղելի ենք, չենք ձուլվում, բայց եթե դուք որոշել եք, որ դուք պիտի լինեք մեր գոյության հաշվին, չէ, այդտեղ ես մի քիչ առարկություն ունեմ, ու կապրենք տեսնենք, ու ես միշտ ասել եմ, որտեղ բարակա, թող այնտեղ աղբեջա, ես կանեմ այն ինչ որ կարող եմ, մենք բոլորս իրար, թող լինի այն ինչ որ կլինի, բայց այն ինչ որ ստեղ է, սա լինելու է, հա, չկասկածեք, այսօր համար ասկան, ամեցեք։